Բարի երեկո, Շանթի եթերը շարունակում է հորիզոնը։ Հայաստանը որոշել է երկարաձգել ատոմակայանի շահագործման ժամկետը 2026-ից մինչև 2036 թվականը, երեկ Մոսկվայում ելույթի ժամանակ ասել է Նիկոլ Փաշինյանը։ Վարչապետը մասնակցել է համաշխարհային ատոմային շաբաթ խորագրով համաժողովին, որի քննարկումները առանցքում էին ատոմային էներգետիկայի ապագան, անվտանգության նոր ստանդարտները։ Փաշինյանը նաև հանդիպում է ունեցել Ռուսաստանի նախագահի հետ։ Այսօր Հայաստանում էլեկտրաէներգիայի մոտ 30%-ն արտադրվում է հայկական ատոմակայանի կողմից, որի շահագործման ժամկետը մինչև 2026-ն էր երկարաձգվել։ Վարչապետը Մոսկվայում հայտնեց, որ այն կերկարաձգվի մինչև 2036 թվականը, եւ Հայաստանը կշարունակի ատոմային էներգիայի միջուկային գործակալության եւ այլ գործընկեր երկրների հետ զարգացնել սերտ համագործակցությունը, գտնելու գործող էներգաբլոկի փոխարինման օպտիմալ լուծումը։ Հայկական ատոմակայանի արդիականացման եւ շահագործման ժամկետի երկարաձգման նախագիծը պարզապես տեխնիկական խնդիր չէ, այլ Հայաստանի Հանրապետության Ռոսատոմ պետական կորպորացիայի եւ այլ միջազգային գործընկերների միջև արդյունավետ եւ վստահելի գործընկերության արդյունք։ Այս երկարաձգումն ամուր հիմք կստեղծի հայկական ԱԵԿ-ի շահագործման ավարտից հետո նոր էներգաբլոկի շահագործմանը սահուն անցում կատարելու համար, ինչը մեր վերջնական նպատակն է։ Վարչապետը Մոսկվայում է համաշխարհային ատոմային շաբաթ խորագրով համաժողովի շրջանակում, որին մասնակցում են Ռուսաստանի Դաշնության, Բելարուսի նախագահները, ՄԱԳԱԴ-ի գլխավոր տնօրենը, Մյանմարի նախագահի պաշտոնակատարը, Եթովպիայի վարչապետը, Իրանի փոխնախագահն ու Ուզբեկստանի փոխվարչապետը։ Իր ելույթում Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ Հայաստանը լուրջ է վերաբերվում իր միջազգային պարտավորություններին եւ վերահաստատում է իր հանձնառությունը չտարածման միջազգային ռեժիմի չափանիշներին եւ սկզբունքներին, հաստատելով ատոմակայանը որպես երկրի էլեկտրաէներգետիկ հաշվեկշիռի կարևորագույն բաղադրիչ պահպանելու քաղաքականությունը։ Հայկական ատոմակայանի անվտանգ գործունեությունը Հայաստանի Հանրապետության կառավարության համար ռազմավարական առաջնահերթություն է եւ կենտրոնական դեր է խաղում մեր էներգետիկ անվտանգության ապահովման, Փարիզի համաձայնագրի շրջանակներում մեր ազգային մակարդակով սահմանված ներդրումների կատարման եւ ազգային տնտեսական աճի աջակցման գործում։ Միևնույն ժամանակ միջուկային էներգետիկայի ռազմավարական նշանակությունը հատուկ պատասխանատվություն է դնում մեզ վրա ներկա եւ ապագա սերունդների առջեւ։ Մենք գործադրում ենք բոլոր ջանքերը, որպեսզի հայկական ԱԵԿ-ի շահագործման ընթացքում պահպանվեն անվտանգության ամենաբարձր չափանիշները։ Այս տարի Ռուսաստանի միջուկային արդյունաբերության հիմնադրման 80-ամյակն է։ Այս առիթով ռուսական կողմին շնորհավորելով Փաշինյանն ասաց, որ դա գիտատեխնիկական զարգացման կարևորագույն իրադարձություն է, միջուկային էներգիայի ոլորտի փայլուն մտքերի աշխատանքի արդյունք։ Հաճելի զուգադիպություն է նաև այն, որ ֆորումն անցկացվում է էներգետիկայի ոլորտի ականավոր մասնագետ եւ հայկական ԱԵԿ-ի նախկին գլխավոր ինժեներ Էդուարդ Սահակովի 80-ամյակի տարում, ով անջնջելի հետք է թողել հայկական ԱԵԿ-ի պատմության մեջ։ Ատոմային էներգիան կարևոր դեր է խաղում կայուն եւ մաքուր էներգամատակարարման ապահովման գործում։ Փաշինյանը հույս հայտնեց, որ միջազգային գործընկերների հետ փոխշահավետ համագործակցությունը միջուկային էներգիայի խաղաղ օգտագործման ոլորտում այսուհետ եւս կշարունակի զարգանալ ու ամրապնդվել, եւ որ միասին կարող են ստեղծել կայուն ապագա իրենց բոլոր երկրների համար, ուղղելով ջանքերը նոր տեխնոլոգիաների մշակմանը, անվտանգության բարելավմանը եւ շրջակա միջավայրի պաշտպանությանը։ Վարչապետի խոսքով շահագործման հանձնվող նոր էներգետիկ օբյեկտները կդառնան տարածաշրջանային զարգացման կարևոր գործոն։ Հարգելի Նիկոլ Վլադիմիրի, հարգելի բարեկամներ, բարի երեկո, շատ ուրախ եմ ձեզ տեսնել։ Շնորհակալություն, որ ընդունեցիք մեր հրավերը եւ ժամանեցիք միջազգային միջոցառմանը նվիրված ատոմային ոլորտի զարգացմանը։ Հայաստանի վարչապետը կարևորեց ատոմային էներգիայի դերը ԱԵԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգման հարցում Ռուսաստանի Դաշնության հետ սերտ համագործակցությունը, նաև այն, որ Հայաստանն այժմ աշխատում ու փնտրում է երկրի համար հարմար նախագծեր, փոքր մոդուլային ատոմային հնարավորություններ, ակտիվ երկխոսություն ունենալով Ռուսաստանի Դաշնության, ինչպես նաև արդյունավետ համագործակցելով Ռոսատոմ կորպորացիայի հետ։ Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի, շնորհակալություն համաշխարհային ատոմային շաբաթ միջազգային ֆորումին հրավիրելու համար։ Այսօր մենք բազմաթիվ նորություններ իմացանք ատոմային տեխնոլոգիաների մասին, շնորհակալություն դրանցով կիսվելու համար։ Իհարկե, ատոմային էներգետիկայի դերը շարունակաբար աճում է եւ ատոմային էներգետիկան արդեն գլոբալ առումով համարվում է էկոլոգիական էներգիա։ Պուտինը կարևորեց այն, որ Հայաստանում երկար ժամանակ գործում է ատոմային էլեկտրակայանը եւ ինչպես Փաշինյանը ֆորումի ընթացքում նշեց, այն ապահովում է երկրի էլեկտրաէներգիայի 30%-ը։
все-таки такой серьезный. Ամեն դեպքում դա լուրջ ցուցանիշ է։ Ռոսատոմն այժմ աշխատում է այդ այգի գործունեության ժամկետի երկարաձգման ուղղությամբ։ Դրա համար ձեր ներկայությունը ֆորումին լիովին տրամաբանական է։ Логично. Հայաստանի եւ Ռուսաստանի ղեկավարներն արձանագրին, որ առհասարակ երկու երկրների միջև առկա հարաբերությունները զարգանում են լավ կամ ըստ նախատեսվածի։ Վլադիմիր Պուտինը կարևորեց այն, որ իրենց վիճակագրական տվյալներով Հայաստանի հետ 2024-ին 11.7 միլիարդ դոլարի առևտրաշրջանառություն են ունեցել։ Рекордный показатель. Դա ռեկորդային ցուցանիշ է։ Հարաբերությունները զարգանում են նաև բոլոր մյուս ուղղություններով։ Մենք միշտ ունենք խոսելու թեմաներ, չնայած վերջերս ենք հանդիպել։ Ամեն դեպքում շատ ուրախ ենք ձեզ տեսնել Մոսկվայում։ Եվս մեկ անգամ բարի գալուստ։ Добро пожаловать еще раз. Նիկոլ Փաշինյանն ասաց, որ այս տարի առևտրաշրջանառության որոշակի անկում է նկատվում, որը կապված է որոշ գլոբալ գործընթացների հետ, բայց կարծում է այդ ուղղությամբ աշխատելու հնարավորություն կա, որ փոխադարձ առևտուրը շարունակի աճել 2023-ից 2024-ի տեմպերով։ Конечно же, Իհարկե մեր հարաբերությունների օրակարգը շատ հարուստ է եւ իսկապես ունենք քննարկելու բազմաթիվ հարցեր։ Շնորհակալություն։ спасибо. Հիշեցնենք, Փաշինյան-Պուտին հանդիպում վերջին անգամ կայացել էր ամռան վերջին օրը Չինաստանում, Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակներում։ Փաշինյանի հետ հանդիպումը Պուտինի երկկողմ բանակցությունների շարքում առաջինն էր։ Տիգրան Հովակիմյան, Հորիզոն։ Իսկ այսօր եւ վաղը Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կգտնվի Միացյալ Նահանգներում, Նյու Յորքում վարչապետը կմասնակցի ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի աշխատանքներին, հանդես կգա բարձրաստիճան քննարկումների հատվածում։ Այցի շրջանակներում նախատեսվում է նաեւ Փաշինյանի հանդիպումը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Գուտերեշի հետ։ ՄԱԿ-ի Գերագույն ասամբլեայի 80-րդ նստաշրջանի ընթացքում արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը մասնակցել է մեծ քսանյակի նախարարական հանդիպմանը եւ հանդես է եկել ելույթով։ Հնարավոր չէ առանց խաղաղության։ Անցյալ տարի հենց այս նույն դահլիճում իմ ելույթում ես ընդգծեցի Հայաստանի անսասան հանձնառությունը նպաստելու մեր տարածաշրջանում խաղաղությանը։ Այսօր օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած եռակողմ հաջող հանդիպումից եւ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրման միջոցով ձեռք բերված պատմական հանգրվանից հետո ես հայտարարում եմ, որ խաղաղությունն այժմ հաստատված է։ Անցյալ տարի ես նաեւ նշել էի, որ մեր խաղաղության օրակարգի շրջանակներում Հայաստանը ներկայացրել է խաղաղության խաչմերուկ նախաձեռնությունը, որն ուղղված է Հայաստանի, նրա հարևան երկրների, ինչպես նաև շատ ավելի լայն աշխարհագրությամբ փոխկապակցվածության զարգացմանը։ Այս տարի Միացյալ Նահանգների Հայաստանի եւ Ադրբեջանի կողմից համատեղրջակագրի ստորագրմամբ մենք համաձայնության ենք եկել հիմնարար սկզբունքների շուրջ՝ պետությունների ինքնիշխանություն, տարածքային ամբողջականություն, սահմանների անձեռնմխելիություն եւ իրավազորություն։ Եվ այժմ աշխատում ենք այդ սկզբունքների ներքո գործարկվելիք տեխնիկական լուծումների շուրջ։ Մենք վստահ ենք, որ տրանսպորտային հաղորդակցությունների լիարժեք բացումը եւ տարածաշրջանի տարանցիկ ու առևտրային ներուժի իրացումը շրջադարձային կլինեն։ Խաղաղության խաչմերուկ նախաձեռնության իրականացումը, ներառյալ դրա անբաժանելի մաս կազմող TRIP փոխկապակցվածության ծրագիրը կստեղծեն տնտեսական աճի, երկխոսության եւ ժողովուրդների միջև շփումների նոր հնարավորություններ, այդպիսով նպաստելով ավելի լայն կայունությանն ու բարգավաճմանը։ Մենք շնորհակալություն ենք հայտնում գործընկեր երկրներին, որոնք արդեն ողջունել են այս նախաձեռնությունը եւ հույս ենք դնում բոլոր միջազգային գործընկերների, ներառյալ G20-ի աջակցության վրա այս տեսլականն առաջ մղելու գործում։ Եզրափակելով Հայաստանը վերահաստատում է իր հավատարմությունը նորացված բազմակողմ համակարգին, որի առանցքում ՄԱԿ-ն է ունակ ապահովելու խաղաղության, զարգացման եւ մարդու իրավունքների պաշտպանության փոխլրացնող հիմնասյուները։ Նյու Յորքում ընթացող ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը իր ելույթում ասել է, որ Ադրբեջանը հայտարարել է Հայաստանի հետ հարաբերություններում նոր էջ բացելու իր պատրաստակամության մասին, հիմնվելով տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության փոխադարձ ճանաչման վրա։ Նա ասել է, որ Հայաստանի հետ բանակցությունները տվել են դրական արդյունքներ, քանի որ ընթացել են բացառապես երկկողմ հիմքի վրա։ Նրա խոսքերով, չնայած գործընթացը խափանելու մի քանի փորձերի, բանակցությունները դրական արդյունքներ տվեցին, քանի որ դրանք ընթացան խիստ երկկողմ հիմունքներով առանց որևէ արտաքին միջամտության։
Նյու Յորքում արտաքին գործերի նախարար Հարարատ Միրզոյանը հանդիպել է Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի հետ արձանագրվել է, որ Հայաստան-Եվրամիություն գործընկերությունը զարգանում է դինամիկ, ընդգրկելով փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ուղղությունները։ Միրզոյանը եւ Կալասը մտքեր են փոխանակել աշխարհաքաղաքական տարածաշրջանային զարգացումների շուրջ դրանց պայմաններում նշել Հայաստան-Եվրամիության փոխգործակցության առաջնահերթ ծրագրերը։ Միրզոյանը Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հրավերով մասնակցել է ՆԱՏՕ-ի Եվրամիության արտաքին գործերի նախարարների պաշտոնական ընթրիքին, որին ներկայ են գտնվել նաև ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը, Եվրամիության հարցերով բարձր ներկայացուցիչը։ Նախարարը շփումներ է ունեցել մի շարք գործընկերների հետ։ Կարճատև առանձնազրույցի ժամանակ շնորհակալություն է հայտնել պետքարտուղար Ռուբիոյին այս ձևաչափով միջոցառմանը հրավիրելու համար։ Հորիզոնի այս թողարկումը ավարտվեց, կարճ դադարից հետո եթերը կշարունակի Հալա Ղալաչյանը, գործընկերս կներկայացնի անցնող շաբաթվա կարևոր միջազգային իրադարձությունները։